Մեր մանկյակ ճանաչողջը պարոն նախարար տարվա ընթացքում մի քանի համայնքներում մասնավորապես կոտայքի մասի մի քանի բնակավայրերի տրանսպորտային ցանցի հետ կապված խնդիրներ կար, ի վերջո դրանք ինչ հանգուցալուծում ստացան եւ նաեւ խնդրեմ անդրադառնալ Գյումրիին եւ Վանաձորին նվիրաբերած ավտոբուսների ճակատագրին, ի վերջո դրանք ինչ եղան, քանի որ ավտոբուսների պարկում կանգնած են եւ չեն շահագործվում, ինչքանով տեղյակ եմ պայմանագրի կետերին է վերաբերում խնդիրը, որ մինչեւ այս պահը չի շահագործվել, դուք նշեցիք, որ դեպի Գյումրի գնացող ճանապարհի ամբողջ հատվածը ասֆալտապատման վերաբերյալ ավարտված է, բայց Երևանի հատվածում խնդրահարույց կետին խնդրեմ անդրադառնալ եւ նշեք, թե այս պահին ինչ աշխատանքներ է կատարվել, ինչ թվում է, նաեւ քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը պետք է միանան այս պահին ինչ աշխատանքներ է կատարվել այդ ուղղությամբ, դուք գուցե ձեր գործընկերների հետ արդեն հանդիպել եք, որոշ հարցեր եք քննարկել եւ այս համատեքստում ատոմակայանի ճակատագիրը ինչպես է լուծվելու, քանի որ գաղտնիք չէ, որ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ իրենց համար Հայաստանի Հանրապետությունում գործող ատոմակայանը խնդիր է հանդիսանում եւ ոչ տարածքային կառավարման ինքնավարությունների նախարարության ոլորտի հարց, վարչապետին ձեր մյուս գործընկերները տարբեր, այսպես ասած, պարտականություններ էին կատարում, դուք այդ օրը ինչ էիք նվագում կամ առաջիկայում հնարավոր է տեսնենք որևէ գործիք նվագելուց շնորհակալություն։ Ցավոք սրտի երաժշտական գործիքներին տիրապետելու մասով ես անտաղանդ եմ, սա որպես բացասական կողմ եմ նշում եւ հետեւաբար ես ավելի կփչացնեմ վարչապետը եւ չեմ ուզում այդպիսի ցանկություն չունեմ, մասնակցել եմ միջոցառմանը իրականում, հաճելի միջավայրում, հաճելի ժամանակ ենք անցկացրել, պարոն Կիրակոսյանն այնտեղ է եղել եւ կհաստատի իմ ասածը կարծեմ։ Ինչ վերաբերվում է ատոմականի մասով, ատոմականի ճակատագրին ոչինչ չի սպառնում, ես իմ ներածական խոսքում նշեցի եւ գոյություն ունեցող մեծամորի ատոմականի ժամկետի երկարացման ուղղված մեր քայլերը առնվազն 10 տարվա կտրվածքով եւ նաեւ նշեցի, որ կառավարությունը ինտենսիվ աշխատանքներ է տանում ատոմականի նոր մոդելի որոշման եւ նաեւ որոշումից դեպի կառուցում հնարավորինս արագ, բայց առանց շտապելու անցում իրականացնելու մասով։ Սարաֆի հետ կապված դեպի Երևան գնացող հատվածը, որը կարճ հատված է մի քանի 100 մետր երկարությամբ, այնտեղ գիտեք, որ դատական վեճի արդյունքում է այնտեղ շինարարությունը դադարեցվել, բայց տպավորություն ունենք, որ դատական վեճը արդեն հանգուցալուծվում է եւ վստահությունն է, որ 2026 թվականի ընթացքում մենք այդ հատվածում շինարարական աշխատանքներ կիրականացնենք։ Հարցը ավելի շատ Երևանի քաղաքապետարանի տիրույթում է, բայց գործընկերների հետ աշխատում ենք դրա լուծման ուղղությամբ։ Ինչի հետ կապված հարց պաստողացի, ավտոբուսների հետ կապված Գյումրի եւ Վանաձորի ավտոբուսները իրենք համայնքային սեփականություն են հանդիսանում եւ դրա կառավարման կտորը այդ երկու համայնքապետարաններինն է, ընդհանուր միասնական երթուղու հետ կապված Կոտայքում խնդիրներ չունենք, ունեցել ենք խնդիրներ երկու բնակավայրի հետ կապված Խասախի եւ Պրոշյանի տարվա ընթացքում այնտեղ պայմանավորված է եղել երթուղիների որոշակի փոփոխությամբ, մենք ընդառաջել ենք քաղաքացիների ցանկությանը, երթուղիների որոշակի փոփոխություն ենք իրականացնել եւ այդ մասով հարցը ամբողջությամբ լուծված է, մյուս մարզերի երթուղիների մասով էլ արդեն նախաբանում անդրադարձա։